Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, նախ ուզում եմ ասել, որ մեր պատգամավորների բացակայությունը անհարգանքի դրսևորում չի, ուղղակի մինչև ժամը 5-ը մարդիկ արթուն են մնացել մեծ մասը, բայց երևի մի մասը հետևում են։ Պարոն Հովհաննիսյան, հարցս վերաբերում է ոչ թե բյուջեի կատարողականին, այլ ձեր կողմից մի տեղեկատվության, որի մասին հայտարարվեց քարոզարշավի ընթացքում, ու այդ ժամանակ հնարավորություն չկար ավելի մանրամասն այս մասին խոսել։ Ուզում եմ հասնել եկամուտների հայտարարման համակարգում կատարվելիք այդ նորամուծության մասին, երբ որ հնարավոր է դառնալու որոշակի ֆինանսավորում ուղղել լրատվամիջոցներին եւ հասարակական կազմակերպություններին, այս մասով մի քիչ մանրամասն կասեք, ինչ ենք նախատեսում անել։ Շնորհակալություն, պարոն Թունյան, ես շատ ողջավորված եմ այս նախաձեռնությամբ։ Մենք օրենքում փոփոխություններ ենք նախատեսում, որով սոցիալական կրեդիտների շրջանակը ընդլայնում ենք, այսինքն եթե այսօր մենք ունենք առողջապահության, կրթության եւ տնային ապահովության հետ կապված դրույթներ օրենքում, որից կիրառում ենք միայն դեռ առողջապահությունը եւ կրթությունը, մենք ավելացնելու ենք հնարավորություն սոցիալական կրեդիտների մի մասը ուղղել լրատվամիջոցներին եւ հասարակական կազմակերպություններին։ Հետագայում ակնկալում եմ, որ այսինքն գործնական կիրառությունը կլինի հետեւյալ կերպ, որ մենք կսահմանենք չափանիշներ, թե ինչ չափանիշներին բավարարելու դեպքում հասարակական կազմակերպությունները եւ լրատվամիջոցները կարող են հայտնվել այդ ցանկում եւ մեր հարգելի քաղաքացիները իրենց հայտարարագիրը լրացնելիս եւ սոցիալական կրեդիտները պահանջելու ժամանակ հնարավորություն կունենան ընտրել այն հասարակական կազմակերպություններին կամ այն հասարակական կազմակերպությանը եւ այն լրատվամիջոցին, ում ցանկանում են ուղղել նախանշված գումար, այսինքն մենք սահմանենք, թե որքան գումար քաղաքացին կամ հայտարարատուն կկարողանա ուղղել այդ ուղղությամբ եւ դա կլինի այդ ձևով մենք իհարկե այս ընթացքում մինչև հունվարի 1-ը 2027 թվականի կաշխատենք մեր գործընկերների հետ, որպեսզի տեղեկատվական համակարգերը այդ հնարավորությունը ընձեռնեն եւ ունեմ մեծ վստահություն, որ այս համակարգը այն ուղղություններից մեկն է, որ մենք հայտարարել ենք, որ սոցիալական կրեդիտները ընդլայնելու ենք եւ սա լավ բանաձև է ունենալու իրականում անկախ հասարակական կազմակերպություններ, ովքեր պաշտպանում են այս կամ այն խմբի շահերը եւ նաեւ ունենալ անկախ լրատվական դաշտ, ինչը ցավալիորեն այս պահին այդպես չէ։ Խնդրեմ, պարոն Թունյան։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, չնայած մի թեթև այդ մասին խոսեցիք, թե այդ կարգը կլինի, ովքեր են լինելու այդ ցանկում, բայց մի քիչ էս մասն էլի խնդրում եմ հստակեցրեք։ Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում կան լրատվամիջոցներ, որոնց գլխավոր նպատակը ոչ թե հասարակությանը ճիշտ տեղեկատվություն մատուցելն է, այլ ապատեղեկատվություն մատուցելը եւ ինչ որ շահերի սպասարկել, այսինքն մենք շատերի դեպքում գործ ունենք ոչ թե լրատվամիջոցների, այլ քարոզչամիջոցների հետ։ Ուզում եմ հասկանալ այդ ցանկը կազմելիս ինչ որ ֆիլտր կամ մեխանիզմ լինելու է, որ մենք հասկանանք, որոնք են իրականում լրատվամիջոց, որոնք ծառայում են իրենց նպատակին, որոնք ոչ, այլապես կստացի, որ մենք պետական բյուջեի հաշվին ֆինանսավորում ենք ապատեղեկատվություն տարածողներին։ Իհարկե սա քննարկման հարց է, պարոն Թունյան, եւ մենք իրար հետ դա բնականաբար կորոշենք։ Իմ ենթադրությունը այնպիսին է, որ մենք կսահմանենք թափանցիկության, ֆինանսավորման թափանցիկության չափանիշներ լրատվամիջոցների համար եւ սրա մասին շատ է խոսվել, այսինքն մեր քաղաքացիները նաեւ բողոքում են նրա մասին, որ հայտնի չի թե որ լրատվամիջոցը ինչպես է ֆինանսավորվում եւ ինձ թվում է կեղծիքի տարածումն էլ հենց կապ ունի սրա հետ, որ անհայտ աղբյուրից ֆինանսավորվելով սպասարկում են որոշակի օրակարգեր եւ սա հնարավորություն կտա, որ մեր
լրատվական ընկերությունները իրենք այդ կախվածության մեջ չլինեն, այլ իրենց հույսը դնեն ոչ թե ինչ որ մեկ կամ երկու ֆինանսավորողի վրա, այլ իրենց հույսը դնեն լավ ժամանակին եւ անաչառ տեղեկատվություն տրամադրելու վրա, որովհետեւ մեր քաղաքացիները իրանց վստահությամբ նաեւ ֆինանսավորեն իրանց եւ կարծում եմ սա բացի դրանից նաեւ մի այլ հետաքրքիր նրբություն ունի իր մեջ, որ այդ ցանկում արդեն իսկ հայտնվելը կնշանակի, որ կամ այդ ցանկում չհայտնվելը արդեն կնշանակի, որ տվյալ լրատվական կայքը կամ լրատվական կազմակերպությունը չի ցանկանում լինել թափանցիկ իր ֆինանսավորման առումով եւ որոշակի սա էլ իր հերթին ֆիլտր կհանդիսանա եւ բնականաբար մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի այն գումարները, որոնք ուղղվում են այդտեղ լինեն բավարար, որպեսզի այդ փոխհատուցեն այն դրամական հոսքերը, որը բերում է այդ ոչ թափանցիկ լինելը։